Բարև ձեզ, այսօր խորանալու ենք մի բավականին բարդ, բայց շատ կարևոր հարցի մեջ։ Ինչպես Ադոլֆ Հիտլերը, մի մարդ, որ պատասխանատու է պատմության ամենաահավոր ոճիրներից մեկի համար, եկավ իշխանության, այն էլ մի երկրում, որը ժողովրդավարական էր համարվում, Վայմարյան Գերմանիայում։ Այո, սա մի պատմություն է, որը սկսվում է, կարելի ասել, առաջին համաշխարհայինի փլատակների վրա։ Քաոս, անկայունություն, վախ, հենց այս հողի վրա էլ ծլեց այդ ամենը։ Եկեք փորձենք հասկանալ այդ շղթան։ Դե պատկերացրեք, 1918 թվականն է։ Գերմանիան պարտվել է պատերազմում, ստորագրել զինադադար։ Կայսերական համակարգը փլուզվում է։ Երկրում իրար անցում է գործադուլներ, քաղաքացիական անկարգություններ։ Հա, ու այդ պայմաններում հատկապես կոմունիստական հեղափոխության վախից դրդված հիմնական կուսակցությունները, այսպես ասած, միավորվում են։ Նրանք ճնշում են այդ ապստամբությունները եւ հիմնադրում են Վայմարյան հանրապետությունը, նոր խորհրդարանական համակարգ։ Բայց այս նոր հանրապետությունը միանգամից մի ահռելի բեռի տակ ընկավ։ Դա Վերսալի պայմանագիրն էր, որ դաշնակիցները պարտադրեցին։ Ճիշտ է։ Ու դա նշանակում էր ահռելի կորուստներ։ Տարածքների 1/19-ից ավելին։ Բանակը գրեթե զրոյացվեց։ Եվ ամենանվաստացուցիչը ամբողջ պատերազմի մեղքը բարթեցին Գերմանիայի վրա։ Ու դրան գումարած հսկայական, ուղղակի աներևակայելի փոխհատուցումներ։ Սա խորը վիրավորանք էր։ Հատկապես ազգայնականների ու պատերազմ անցած մարդկանց, վետերանների համար։ Նրանք չէին կարողանում հաշտվել դրա հետ։ Սկսեցին տարածվել գաղափարներ, թե իբր բանակը չէր պարտվել, հնարավոր էր հաղթել։ Այո, այն հայտնի թիկունքից հարվածի տեսությունը։ Հենց դա, թե իբր քաղաքական գործիչները, բողոքողները դավաճանեցին բանակին։ Հիտլերի համար սա դարձավ ուղղակի մոլուցք, եւ նա իր հակասեմական նախապաշարմունքներով ու պարանոիդ մտքերով այս ամենի մեղավոր գտավ հրյաներին։ Ու դա արձագանք գտավ, չէ, որովհետև հակասեմականությունը նոր բան չէր։ Ցավոք, այո, բայց կարևոր է հասկանալ այս դավադրության տեսությունները ոչ թե փաստերի վրա էին հիմնված, այլ վախի, զայրույթի, մոլեռանդության։ Հետո Հիտլերը միանում են մի փոքր ազգայնական կուսակցության, ու իր այդ պետք է խոստովանել ռետորական, թեև շատ մանիպուլյատիվ հմտություններով, հա, արագորեն դառնում է առաջնորդ։ Նացիստական կուսակցությունը սկսում է ձևավորվել։ Նրանք շատ խորամանքորեն խառնում էին այդ հակասեմականությունը պոպուլիստական կարգախոսների հետ։ Դատապարտում էին եւ կոմունիզմը, եւ կապիտալիզմը։ Երկուսն էլ ներկայացնում էին որպես միջազգային հրեական դավադրություններ Գերմանիան կործանելու համար։ Սկզբում, բայց նրանք այնքան էլ ժողովրդականություն չունեին, չէ՞։ Բացարձակ։ Նույնիսկ կառավարությունը տապալելու փորձ արեցին հայտնի գարեջրային պուչը 1923-ին։ Անհաջող։ Կուսակցություն վարգելվեց, Հիտլերն էլ բանտ նստեց պետական դավաճանության համար։ Բայց երկար չմնաց բանտում։ Չէ, մոտ 1 տարուց դուրս եկավ ու անմիջապես սկսեց վերակառուցել իր շարժումը։ Եվ կարծես թե դասեր քաղեց։ Ինչ դասեր։ Որ իշխանության պետք է հասնել ոչ թե բացահայտ ուժով, այլ, այսպես ասած, համակարգի ներսից, օգտագործելով դրա օրենքները։ Հետաքրքիր է։ Եվ հետո եկավ 1929 թվականը, մեծ ճգնաժամը։ Այո։ Սա երևի թե շրջադարձային կետն էր։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածեց Գերմանիային շատ ուժեղ։ Ամերիկան բանկերը հետ փաղանջեցին իրենց վարկերը ու առանց այդ էլ փոխրում տնտեսությունը ուղակի փլուզվեց։ Մեկ գիշերում։ Գործազրկություն, հուսահատություն։ Հենց այդ մթնոլորտում էլ Հիտլերը գտավ իր հնարավորությունը։ Նա օգտվեց ժողովրդի զայրույթից։ Նա տվեց նրանց հարմար թշնամիներ, քավության նոխազներ եւ խոստացավ վերականգնել Գերմանիայի նախկին մեծությունը։ Իսկ մյուս կուսակցությունները, հիմնական ավանդական ուժերը, նրանք ուղղակի չկարողացան հաղթահարել ճգնաժամը, չունեին պատասխաններ։ Իսկ ձախ ընդդիմությունը չափազանց մասնատված էր ներքին քռիվներով։ Այսպիսով մարդիկ սկսեցին այլընտրանք փնտրել։ Հա, ու հիասթափված զանգվածների մի զգալի մասը սկսեց հարել նացիստներին։ Մտածեք, ընդամենը 2 տարում նրանց ձայները խորհրդարանում 3%-ից պակասից դարձան ավելի քան 18%։ Տպավորիչ է, բայց եւ սարսափելի։ Այո, դա ցույց է տալիս, թե տնտեսական կոլապսն ու քաղաքական անվճռականությունը ինչպես կարող են ճանապարհ բացել ծայրահեղականների համար։ 1932-ին նա նույնիսկ նախագահի տեխնացու էր։ Պարտվեց պատերազմի հերոս գեներալ ֆոն Հինդենբուրգին, բայց հավաքեց 36% ձայն։ Սա արդեն լուրջ ցուցանիշ էր։ Եվ հաջորդ տարի 1933-ին տեղի ունեցավ այդ ճակատագրական նշանակումը։ Հա,
Խորհրդականները, գործարար շրջանակները համոզեցին արդեն բավականին տարեց նախագահ Հինդենբուրգին Հիտլերին նշանակել կանցլեր։ Ինչու՞։ Ինչ էին մտածում։ Նրանք կարծում էին, թե կկարողանան օգտագործել նրա ժողովրդականությունը իրենց նպատակների համար։ Հույս ունեին, որ կկարողանան վերահսկել նրան։ Մեծ սխալ։ Դասական սխան հաշվարկ։ Թերագնահատեցին նրա իրական նկրտումները եւ դաժանությունը։ Հիտլերը, չնայած կանցլերը սկզբում միայն վարչական ղեկավար էր, անմիջապես սկսեց ամրապնդել ու ընդլայնել իր իշխանությունը։ Միևնույն ժամանակ նրա կողմնակիցները, էսեի գրոհայինները փողոցներում բախումներ էին հրահրում։ Այո, նրանք կռվում էին ցուցարարների դեմ, ահաբեկում էին քաղաքական հակառակորդներին, իսկ Հիտլերը սրում էր կոմունիստական հեղաշրջման վախը, պնդելով, թե միայն ինքն է կարող կարգուկանոն հաստատել։ Եվ հետո Ռայքստագի հրկիզումը 1933-ի փետրվար։ Այդ միջադեպը դարձավ կատարյալ պատրվակ։ Մի երիտասարդ հոլանդացի կոմունիստի մեղադրեցին դրա մեջ։ Հիտլերն օգտագործեց սա կառավարությանը Հինդենբուրգին համոզելու, որ իրեն արտակարգ լիազորություններ տան։ Եվ տվեցին։ Ստորագրվեց հրամանագիր, որը փաստացի վերացրեց հիմնարար քաղաքացիական ազատությունները, խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը։ Սա արդեն բռնապետության սկիզբն էր։ Միանշանակ։ Մի քանի ամսվա ընթացքում մյուս բոլոր կուսակցություններն արգելվեցին, սկսվեցին հակահրեական օրենքների ընդունումները։ Հետո եկավ նաև ներքին մաքրումը։ Այո, 1934-ի երկար դանակների գիշերը Հիտլերը ոչնչացրեց ոչ միայն արտաքին, այլև ներքին հակառակորդներին ու հավանական մրցակիցներին, մասնավորապես էսեի ղեկավարությանը, որոնք չափազանց անկախ էին դարձել։ Այդ քայլով նա նաև շահեց բանակի Ռայխսվերի լոյալությունը։ Եվ երբ նույն տարվա օգոստոսին մահացավ նախագահ Հինդենբուրգը, Վերջ։ Իշխանության վերջին սահմանափակումն էլ վերացավ։ Նոր ընտրություններ բնականաբար չեղան։ Հիտլերը միավորեց կանցլերի եւ նախագահի պաշտոնները, իրեն հռչակելով ֆյուրեր բացարձակ առաջնորդ։ ուշագրավ է, որ այս ամենը միայն բռնի ուժով չէր։ Նրա խոսքը, հռետորաբանությունը մեծ դեր խաղաց։ Շատ մեծ։ Նա հմտորեն շահագործում էր մարդկանց վախերը, զայրույթը նաև հույսերը խոստանալով կարգուկանոն, աշխատանք, ազգային արժանապատվության վերականգնում։ Իսկ մյուսները, գործարարները, մտավորականները, շատերը կարծես թե հարմարվեցին։ Հա, շատերը ցանկանալով լինել ճիշտ կողմում կամ պարզապես վախենալով, ընդունեցին նոր իրականությունը։ Շատերը իրենց համոզում էին, թե նրա ավելի ծայրահեղ հայտարարությունները ուղղակի խոսքեր են, շոուի համար են։ Ինչը ցավոք այդպես չէր։ Բնավ։ Այսպիսով, եթե ամփոփենք, Հիտլերի վերելքը բազմաթիվ գործոնների արդյունք էր։ Դե հետպատերազմյան քաոսը, Վերսալի նվաստացումը, մեծ ճգնաժամի տնտեսական աղետը, Նաև վախի, նախապաշարմունքների, հատկապես հակասեմականության շահարկումը։ Ճիշտ է։ Եվ իհարկե քաղաքական վերնախավիկուրությունը, սխալ հաշվարկները, նրան վերահսկելու միամիտ հույսերը։ Այս պատմությունը, որի ուրվագծերը տեսնում ենք նաև ձեր առջև դրված նյութերում, իսկապես սքափեցնող դաս է, տասնամյակներ անց էլ։ Այն հիշեցնում է, թե որքան փխրուն կարող է լինել ժողովրդավարությունը, հատկապես երբ հասարակությունը զայրացած է, հուսահատված, Եվ երբ հայտնվում է մի առաջնորդ, որը պատրաստ է այդ զայրույթն ու վախն օգտագործել իր իշխանությունն ամրապնդելու համար, սա մի բան է, որի մասին կարծում եմ մշտապես արժե խորել, նաև մեր օրերում։